Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ հղած է Հայաստանի եզդիական համայնքին Մալակեթաու Սիդոնին առիթով։ Եզդիական համայնքը մեծ հարկանք եւ սեր գվայել է Հայաստանի Հանրապետության մեջ։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնության աշխատանքին ավանդույթներուն Հայաստանի Հանրապետության իրենց նվիրվածությամբ եւ մեր pedagogan ինքնության կարևոր մաս են հանդիսանալով Հայաստանի Հանրապետության մեջ ապրող ամենեն մեծ էթնիկ խումբերեն մեկը։ Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարկելի ներկայացուցիչներ թող գալիք դարին մեր երկրի բոլոր քաղաքացիներուն հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լավ խաղաղ ու արկասափեր հաջողություններու երջանկության եւ արադության դարիմը ըսված է վարչապետի ուղերձին մեջ։ Աշխատանքային այցելությամբ Բրյուսել գտնվող Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրոպական միության արտաքին գործոց եւ ապահովության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քայա Կալասի հետ։ Միրզոյան եւ Կալաս քննարկած են Հայաստանի Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրագարկը կյանքի գոչելու հարցերը, անդրադարձած են մայիսին Երևանի մեջ կայանալիք Հայաստան Եվրոպական միություն վեհաժողովի նախապատրաստության չանքերուն։ Անոնք քննարկած են ժողովրդավարությունը ամրապնդելու վերաբերյալ նախաձեռնություններ, որոնք Հայաստան Եվրոպական միություն գործընկերության եւ ռազմավարական օրագարկի կարևոր մաս կգազմեն։ Համաձայնություն ցերկ բերված է ժողովրդավարական գործընթացներուն աջակցության նպատակով արկա հստակ գործիքագազմերու շարունակականության եւ արդյունավետության ապահովման շուրջ։ Միրզոյան եւ Կալաս անդրադարձած են տնտեսական երթևեկային հաղորդակցության փոխկապակցվածության, ինչպես նաեւ ուժանույթի ոլորտի մեջ համագործակցության խթանման հարցին մեջ փոխշահավետ ծրագիրներու կյանքի գոչման կարևորության։ Մայիս 4-ին Երևանի մեջ պիտի կայանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ վեհաժողովը։ Հայաստանի արտաքին գործոս նախարարը հանդիպում ունեցավ պաշտպանության եւ դիեզերքի հարցերով Եվրամիության հանձնագետար Անդրյուս Կուպիլիուսի հետ։ Զրուցակիցները կողմնակությամբ ընդգծած են Հայաստան Եվրամիություն գործընկերության ընդլայնման, Միրզոյան եւ Կուպիլիուս միտքեր փոխանակած են վերջին շրջանի մեջ զարգացող ապահովության եւ պաշտպանական ոլորտի ներսփող գործակցության հերանեկարներուն շուրջ։ Երկուստեք ընդգծված է, որ ժողովրդավարական բարեփոխումներու կյանքի գոչման գործին մեջ Հայաստանի արձանագրած նշանակալի հարաճընթաց կա, ինչպես նաեւ Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրագարկի ընդունումը համագործակցության նոր տեսլական եւ հնարավորություններ ձևավորած են։ Կողմերը միտքեր փոխանակած են տարածաշրջանային զարգացումներու շուրջ եւս։ Միրզոյան ներկայացուցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա աշխատանքները։ Կանադայի մեջ Հայաստանի տեսփան Անահիտ Հարությունյան հյուրընկալեց Կանադայի խորհրդարանի պատգամավոր շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Ստիվեն Գիլբոն։ Այս մասին գայտնեն տեսփանադունեն քննարկված են 2026 թվականի հոկտեմբերին Երևանի մեջ կայանալիք կենսաբանական բազմազանության մասին համաժողովի 17-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ Ընդգծելով COP17 համաժողովի հաջող գազམ་ակերպման կարեւորությունը զրուցակիցները անդրադարձած են համագործակցության հնարավորության վերաբերող հարցերուն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ երեքշաբթի երեկոյան հայտարարած է, որ Տեհրանի հետ բանակցություններու երկրորդ շրջանը կրնա տեղի ունենալ հարաճիգա 2 օրվան ընթացքին։ Խորհրդակցություններու առաջին շրջանը, որը տեղի ունեցավ հանգստյան օրերուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մեջ, ցախողած էր։ Հարաճիգա 2 օրերուն հնարավոր են զարգացումներ եւ մենք հակված ենք այնտեղ մեկնելու, New York Post-ին տված հեռախոսազրույցի մեջ ասաց է Թրամփ։ Պակիստանի բարձրաստիճան աղբյուրները Associated Press գործակալության հայտնած են, որ երկրի իշխանությունները կաշխատեն Վաշինգտոնի եւ Տեհրանի ներկայացուցիչներուն գրգին բանակցություններու սեղանի շուրջ վերադարձնելու, ինչպես նաեւ գործող 2 շաբթվան զինադատարը երկարացկելու ուղղությամբ։ Ըստ CNN-ի դեղեցություններուն Ամերիկայի վարչագազմին մեջ կքննարկեն հավանական հանդիպման գազམ་ակերպչական հարցերը, սակայն երեքշաբթի ուշ երեկոյան բանակցություններու գազམ་ակերպումը թեր հարցականի տակ էր։ Տեհրան իր հերթին թեր չէ հաստատած, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ կընթանան։ Հորմուզի նեղուցը փակելով Իրան տնտեսական ահաբեկչություն գիրականացնե հայտարարած է Ամերիկայի փոխնախագահը ժամեր անց, երբ ուժի մեջ մտան ամերիկյան զինուժի կողմեն իրանյան նավահանգիստներու շրջափակումը։ Fox News-ին տված հարցազրույցին մեջ J.D. Vance ասաց է, որ իր հերթին շրջափակում հաստատելով նախագահ Թրամփ ցույց տվավ, որ Ամերիկան կրնանույն ձևով հագաթարցել Իրանի որևէ գործողության։ Vance զսկուշացուցած է, եթե իրանցիները շարունակեն փակել ճրային այս կարևորագույն անցուղին եւ չհամաձայնին Ամերիկայի առաջարկներուն, ապա Ամերիկան թույլ չի դար, որ իրանյան որևէ նավ դուրս կա նեղուցեն։ Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance, որ գլխավոր բանակցողն է, կգարձե, որ այս հագամարտության մեջ Միացյալ Նահանգները արդեն հաղթանակ տարած է եւ ժամանակն է վերադառնալու դուն։ Անոր խոսքով Վաշինգտոն հասած է Իրանի դեմ գործողություններու բոլոր նպատակներուն, ուստի հնարավոր է դադրեցնել ռազմական գործողությունները։
Իրան պատասխանեց ՄԱԳ-ի մեջ Իրանի տեսփանը խստորեն դադարեցրեց Միացյալ Նահանգներու կողմեն Իրանի նավահանգիստներու ծովային շրջափակումը, այն որակելով Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։ Անհարցակումի աբորինի գործողություն անվանեց եղածը, որը կսպառնա տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ ապահովության։ ՄԱԳ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին եւ ապահովության խորհրդի նախագահային ուղղված պաշտոնական նամակի մեջ Իրավանին ընդգծած է, որ Ամերիկայի գործողությունները կհանդիսանան ՄԱԳ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի 4-րդ կետի ակնհայտ խախտում, որը գարկիլ է ուժի գիրառումը գամադորը սպառնալիքը։ Տեսփանը ավելցուցած է նաև, որ աբորինի շրջափակումը լրջորեն կխախտե միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հյուրընկալեց Իսրայելի եւ Լիբանանի միջև տասնամյակներու ընթացքին առաջին ուղիղ բանակցությունները, որը հետո երկու կողմերն հայտարարեցին, որ դրական քննարկումներ ունեցած են։ Այս մասին հայտնած է Ամերիկայի պետական քարտուղարությունը։ Միացյալ Նահանգները հույս հայտնած է, որ բանակցությունները կգրնան գերազանցել 2024 թվականի համաձայնագրի շրջանակը եւ հանգեցնել համապարփակ խաղաղության համաձայնագիրին։ Reuters-ի փոխանցմամբ Վաշինգտոնի մեջ ավելի քան 2 ժամ տևած հանդիպումեն հետո Ամերիկայի մեջ Իսրայելի տեսփանը լրագրողներուն հետ զրույցին նշած է, թե Լիբանանի կառավարությունը բանակցություններու ընթացքին հստակեցուց, որ այլևս չի կրավվիր Իրանին աջակցող լիբանանյան Հեզբոլլայի աշխարհազորայիններուն կողմեն։ Անհրաժարած է նշել, թե արդյոք Իսրայել պիտի դադրեցնի Լիբանանի վրա իր հարձակումները։ Առաջին անգամ է, որ մեր երկու երկիրներ նստեցան միասին ավելի քան 3 տասնամյակի ընթացքին, նշած է Իսրայելի տեսփանը, ավելցնելով, որ հառաջիկա շաբաթներուն կգրնան լալ հետագա բանակցություններ։ Ամերիկայի մեջ Լիբանանի տեսփանը նախնական հանդիպումը որակեց կառուցողական։ Ամերիկան նաև Լիբանանին կխոստանա լայնածավալ նյութական օգնություն Իսրայելի հետ բանակցություններու հաջողության բարակային։ Գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության նյութական աջակցությամբ Գարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի մեջ տեղի ունեցավ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբի 20-ամյակին նվիրված գալահամերգը, որուն հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Լանգլանգը։ Համերգին հետևած են նախարար Ժան Անդրեասյան, նախարարի դեղակալ Դանիել Դանիելյան, պաշտոնատար այլանցեր եւ արվեստասերներ։ Լանգլանգ Հայաստան այցելեց առաջին անգամ անվան երաժիշտը Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբին հետ կատարեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարեց Սերգեյ Սմփատյան։ Միջոցառումը կարևոր քայլ մներ նախարարության մշակութային քաղաքականության իրականացման եւ միջազգային բարձրագարկ արվեստագետներու մասնակցությամբ համերգային կյանքի աշխուժացման ուղղությամբ։ Համերգի գազմագերման նպատակով կառավարությունը 106 միլիոն դրամ գումար հատկացուցած է։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։